Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդը մարդկանց առողջական կարիքներին ուղղված նոր ծրագիր է իրականացնում։ Արագածոտնի մարզի Բյուրական և Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքներում իրականացվել է նախնական հետազոտություն հասկանալու համար գյուղական բնակչության շրջանում արյան բարձր ճնշման վիճակագրությունը, հիվանդության կառավարման մեթոդները։ Զարկերակային հիպերտենզիա ծրագրի արդյունքներից ելնելով կիրականացվեն միջամտություններ հետևելով առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումների փաթեթին, որում արձանագրված է սիրտանոթային հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ռազմավարությունը։ Առողջապահական ծրագրեր իրականացնելիս Հայ օգնության ֆոնդը հաշվի է առնում տեղական կարիքներն ու գլոբալ զարգացումները։ Բյուրական և Խնձորեսկ համայնքներում բժիշկների, բուժքույրերի վերապատրաստման ծրագրեր են իրականացվել։ Մենք իհարկե մնալով մեր հիմնական, այսպես ասած, մանդատի շրջանակներում, ինչը որ շարունակական մասնագիտական զարգացման հնարավորությունների տրամադրումն է բժիշկներին, բուժաշխատողներին, մենք սկսեցինք ավելի շատ կրթական էլեմենտի վրա ուշադրություն դարձնել, այսինքն մեր կրթական բժշկական կրթական ծրագրում տարբեր ձևաչափերով իրականացնում էինք մեր իհարկե էքսպերտների հետ, գործընկեր առաջատար էքսպերտների հետ դասընթացներ առաջնային օղակի բժիշկների համար, սրտաբանների համար, թերապևտների համար, կարճ, երկար, արտագնա, մայրաքաղաքում, հեռավար, բոլոր հնարավոր ձևաչափերով դասընթացներ սիրտանոթային հիվանդությունների, ոչ վարակային հիվանդությունների կանխարգելման վարման ուղղությամբ։ Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի ղեկավար պրոֆեսոր Հմայակ Սիսակյանը զարկերակային հիպերտենզիա ծրագրի շրջանակներում Հայ օգնության ֆոնդի հետ միասին եղել է Սյունիքի և Արագածոտնի մարզերում որպես դասընթացավար։ Զարկերակային հիպերտենզիան տարածված հիվանդություններից է և կարիք կա, որպեսզի ոչ միայն դեղորայքային բուժման, այլ նաև ապրելակերպի վերաբերյալ կրթական ծրագրեր իրականացվեն և հիվանդների համար, և մարզային բժիշկների համար դա իրականացվի, և սա իհարկե շարունակական բնույթ է կրում մեր սրտաբանների կողմից և հովի հետ նույնպես իրականացվեց մարզերում, երկու մարզում, գյուղական վայրերում, որովհետև ավելի խոցելի, այսպես ասենք, պայմաններ կա և հիվանդների համար, և բժշկական, խորհրդատվական, նույնպես ավելի բարելավելու կարիք կա։ Ծրագրի արդյունքները վերլուծությունը Հայ օգնության ֆոնդը կքննարկի առողջապահության նախարարության ոլորտի կազմակերպիչների հետ։ Վերապատրաստման ծրագրերից մարդկանց առողջական վիճակի հետազոտություններից բացի ծրագիրը նախատեսում է նաև անհրաժեշտ դեղորայքի տրամադրում։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։